Սիրելի ծովագյուղցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ, ողջունում եմ բոլորիդ։ Մեծ պատիվ է ինձ համար հերթական անգամ այստեղ այս հրապարակում ելույթ ունենալը եւ ես ուզում եմ սկսել մի իրադարձությունից, որը շատ կարեւոր է ոչ միայն Սևան խոշորացված համայնքի համար, այլև հանրապետության մասշտաբով երեք շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել։ Ստեղծվել է Գագարին բնակավայրում արհեստական բանականության առաջին գործարանը։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը տեխնոլոգիական նոր հարթության վրա է դուրս գալիս եւ ուզում եմ ասել նաեւ, որ հունիսին Հրազդանում երկրորդ գործարանն է կառուցվելու, Գագարինի ներդրումը շուրջ 90 միլիոն դոլարի ներդրումը, 70 եւս 20 նախատեսվում է Հրազդանի ներդրումային ծրագիրը լինելու 5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր։ Սա ինչով է կարևոր եւ ինչ կապ ունի մեր կառավարությունը այդ իրադարձության հետ։ Դուք հիշում եք, որ նախորդ տարվա օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում նախագահ Տրամփի հետ մենք ստորագրեցինք ոչ միայն այսինքն այնտեղ Միացյալ Նահանգների հետ երկկողմ ձևաչափով նաև 3 հուշագիր ստորագրեցինք, որոնցից մեկը վերաբերվում էր արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը։ Եվ մի տարի չի անցել, 10 ամիս հետո արհեստական բանականության առաջին գործարանը բացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ուզում եմ ընդգծեմ, որ ինչով այստեղ կարևոր կառավարության դերը, որտեղ այդ չիպերը, որ տեղադրված են այդ գործարանում, իրանք արտահանվում են Միացյալ Նահանգներից հատուկ լիցենզիայով։ Այսինքն շատ երկրներ կան, որ այսօր ուզում են այդ չիպերից ստանան, բայց չեն ստանում, որտեղ Միացյալ Նահանգները արտահանման լիցենզիա չի տալիս։ Եվ մեր ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ մեզ հնարավորություն են տալիս, որ մենք արհեստական բանականության գործարան ունենանք։ Այդ գործարանը ինքը իր հետ տնտեսության շատ մեծ ակտիվացում է բերելու, որովհետև տեխնոլոգիական ոլորտի մի աշխատատեղը իր հետևից բերում է 3 նոր աշխատատեղեր։ Էներգետիկ ոլորտն է շատ լրջորեն զարգանալու եւ տեխնոլոգիական ոլորտն է շատ լրջորեն զարգանալու եւ այդ զարգացումները իդեպ դուք այսօր արդեն տեսել եք։ Ժողովուրդ նայեցիք, հետևեցիք զորահանդեսին մայիսի 28-ին եւ ինչ կա, ինչ տպավորություն, ինչ տպավորությունն է։ Այդտեղ մենք ձեզ ցուցադրեցինք 7 երկրների արտադրության սպառազինություն, 7 երկրների արտադրության։ Բայց այս հրապարակում իմ ուշադրությունը ինչ հրավիրեց, որ երբ որ հաղորդավարը ասում էր հրապարակը մտնում հայրենական արտադրության սպառազինություն, հրապարակը ծափերից պայթում էր։ Եվ ես ուզում եմ մենք գնահատենք դա ինչու եւ ինչի արդյունքում է տեղի ունեցել, ժողովուրդ ջան։ Ուրեմն 2021 թվականից մենք ռազմարդյունաբերական համալիր 170 միլիարդ դրամ ենք ներդրել, 170 միլիարդ։ Դրանից առաջ մենք գիտության ֆինանսավորումն ենք կրկնապատկել, ավելի քան կրկնապատկել, 2.8 անգամ 180%-ով մենք գիտության ֆինանսավորումը ավելացրել ենք 2021-ից 25 թիվը։ Գիտության ոլորտում աշխատավարձերը 100-ից 300%-ով ավելացրել ենք եւ այսօր գիտեք ինչ է տեղի ունենում։ Մեր ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը արտահանվում է զարգացած երկրներ։ Եվ այսօր արդեն տասնյակ միլիոն դոլարների հասնող պայմանագրեր են կնքվել զարգացած երկրների հետ։ Եվ սա շատ էական փոփոխություն է։ Հաջորդ նորությունը դուք TRIP նախագծի մասին լսել եք, ընդհանրապես հետևում եք ժողովուրդ TRIP նախագծի հետ կապված իրադարձություններին։ Ուրեմն շատ էական բան է տեղի ունենում։ Մայիսի 28-ին նախաստորագրվեց, առաջիկայում նաև կստորագրվի TRIP նախագծի իրագործման վերաբերյալ հուշագիրը, որը մի էական եւ կարեւոր փաստաթուղթ է Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այդտեղ մենակ թեման այն չի, որ մենք բանը շրջափակումը հաղթահարում ենք։ Այսինքն Հայաստանը 35 տարի որ շրջափակվել, այդ նախագծի իրագործման վերջ ավարտվում է շրջափակումը։ Բայց հիշում եք
Թե ոնց էին անընդհատ արհեստական օրակարգ բերում, թե մենք միջանցք ենք տալիս, միջանց, լսել եք ժողովուրդ, որ միջանց ծիծաղում է, այնքան ասել են, որ չլսելը հնարավոր էլ չէր, չէ, բայց ամենակարևորը ինչ է, որ այդ փաստաթուղթը ստորագրված, ով որ ուզենա ձեզնից կարա մտնի ինտերնետում 5 րոպեում մանգա գտնի, ինչա գրած է, որ թրիփ նախագիծը իրագործվում է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում, թրիփ նախագծի շրջանակներում Հայաստանը իր բացառիկ իրավունքն է պահպանում մաքսային սահմանային հատումների բոլոր գործառույթների վրա եւ այս էլ քիչ է մի հատ էլ ավելացած է պարբերություն որ Հայաստանի Հանրապետությունը իր ինքնիշխանությունը իրավազորությունը տարածքային ամբողջությունը պահպանում է թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների վրա այսինքն մի հատ էլ քանի որ այնքան մեզ մեղադրել էին որ բան ասում ենք ընենց գրենք որ խոշորացույցով մանգան նույնիսկ մի հատ ենթադրություն չկարենան անեն որ այնտեղ մի հատ այ կոշիկի տեղ կա կոշիկի չափով որ մեր իրավազորությունից դուրս է չի եղել միջանցքի թեվա չկա եւ չի լինելու սա շատ մեծ իրադարձություն է բայց եթե նկատել եք նախագահ Թրամփի գրառումը էլի մայիսի 28-ին նախագահ Թրամփը գրառում էր արել չգիտեմ լուրերով հասնում է այդ բաները լուրերով հետևել է այսինքն այնտեղ իհարկե այնտեղ ամենակարևորը ինչ էր ամենակարևորը Միացյալ Նահանգների տեսլականներ թրիփ նախագծի վերաբերյալ ինքը ասում էր որ էներգետիկ ռեսուրսները արևելքից դեպի արևմուտք հոսելու են այս նախագծի շրջանակներում սա նշանակում է առաջինը մեծ ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում հազարավոր աշխատատեղեր Հայաստանի Հանրապետությունում գումարած արհեստական բանականության գործարանները որովհետև այդ նախագիծը ուզում եմ բան անենք ինքը գալու է Մեղրիով մտնելու է հետո Նախճեվանա մտնելու հետո շարունակվելու է Երասխ եւ այլ երկաթուղին է բացվելու հետո նաեւ ուշադրություն դարձրեք դրա արդյունքում Պարսից ծոց Սև ծով երկաթուղին է բացվելու մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկաթուղի ենք ստանալու սա նաև ինչ է նշանակում ժողովուրդ ջան որ Հայաստանում շատ հաճախ խոսվում է որ ինչ որ ապրանքներ նույնիսկ թանկ են լինում քան Եվրոպայում դրա ամենակարևոր պատճառներից մեկը տրանսպորտի մեծ ծախսն է քանի որ կներեք արտահայտությունից ֆինտի ֆլուշկեքով են շատ ապրանքներ բերում որովհետև ուղիղ չկա դա ամեն անգամ բեռնաթափել բեռնել տարբեր երկրների ընթացակարգ դա գինա չէ փողա եւ գալիս է իր գնի վրա ավելանում է եւ հետեւաբար այս խնդիրը նույնպես ֆունդամենտալ ձևով մենք լուծելու ենք բայց սա ամբողջը չի այլ նաեւ հիմա մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրում են փաստի վրա որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի տարածքով օրինակ մեր մտքով չէր անցել չէ տենց բանի մտքով օրինակ չէր անցել մեր եվրոպացի գործընկերներն ասին գիտեք որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի տարածքով ընդ որում Տավուշի մարզի, Լոռու մարզի եւ Շիրակի։ Մեր մտքով տենց բան չի էլ անցել Ժողովուրդ ջան, որովհետեւ մեր օրակարգում տենց հարց չի եղել։ Մենք եկել ենք կոնֆլիկտի փակողի։ Հիմա մենք դառնում ենք խաղաղության խաչմերուկ։ Մենք դառնում ենք խաղաղության խաչմերուկ եւ հիմա մենք նաեւ հյուսային երկաթուղին ենք վերագործարկելու եւ այստեղ Գեղարքունիքի մարզի մի հատվածում եւ Գեղարքունիքի Լոռու եւ Տավուշի մարզու մի հատվածում երկաթուղու Վանաձոր Գյումրի ճյուղը եւ Իջևան Հրազդան ճյուղը շատ մոտենում են իրար 6 կիլոմետր է իրանց հեռավորությունը այդ երկու ճյուղը կպցնելու ենք իրար եւ ունենալու ենք արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը եւ Հայաստանի ապաշրջափակումը ավարտվում է ըստ էության այսօր արդեն ավարտվել Ժողովուրդ ջան որովհետեւ հիմա այսօր նաեւ Ախալքալակարս երկաթուղին է բացվել Հայաստանից բեռներ արտահանելու եւ ներկրելու համար։ Սրանք ինչի մասին է այս ամեն ինչը։ Այս ամեն ինչը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը դառնում է նոր որակի պետություն։ Եվ դրա մասին ես չեմ խոսում նաեւ, դրա մասին խոսում են մեր ճանապարհները, մեր նոր որակի ճանապարհները։ Այսօր մարզպետը ասում է գալիս ենք, ասում է Ծովագյուղում 5 ու 8 կիլոմետր ճանապարհի աշխատանք արվել։ Կա տենց բան Ժողովուրդ թե չկա։ Այսինքն զգում եք դուք նոր որակի պետությունը, բայց
Նոր որակի պետությունը ժողովուրդ ջան պետք է արտահայտվի նաև նոր որակի կյանքով։ Եվ նախ շատ կարևոր է այդ բոլոր տեխնոլոգիական նոր ոլորտները մեր տնտեսության մեջ որ բացվում են, պետք է մեր երեխեքին մենք պատրաստենք, որ իրանք դպրոց ավարտեն եւ այնտեղ լավ աշխատատեղեր ունենան, լավ աշխատավարձով։ Հեսա պատճառը, որ մենք 300 դպրոց 500 մանկապարտեզի ծրագիր ենք անում եւ նորակառույց եւ հիմնանորոգված դպրոցների պատերին էլ գրում ենք լավ սովորեք, որ լավ ապրեք։ Եվ այդ հնարավորությունը այսօր գնալով ավելի ընդլայնվում է Հայաստանում, որ լավ կադրը, լավ մասնագետը Հայաստանի Հանրապետությունում պետք է եւ կարող է լավ ապրի։ Բայց մենք չենք մոռանում նաեւ սոցիալական ապահովության մասին։ 2026 թվականին առաջին անգամ, այսինքն առաջին անգամ չէ, փորձեր եղել են նախկինում, բայց ձախողվել են, ֆունդամենտալ ձևով 65+ տարեկան եւ մինչեւ 18 տարեկան երեխաների առողջության ապահովագրությունը, այսինքն առողջապահական նվազագույն կարիքները ապահովում են պետության կողմից։ Զգացել եք տենց բան ժողովուրդ ջան, զգացել եք տենց բան։ Եվ սա նոր որակի կյանքի մասին է։ Ես 8 տարի վարչապետ եմ ժողովուրդ, 7 անգամ մենք թոշակների թեմային անդրադարձել ենք։ 7 անգամ ուղղակի կամ անուղղակի որոշումներով մենք թոշակներ ենք բարձրացրել։ Մի քանի անգամ բուն թոշակն ենք բարձրացրել, մի քանի անգամ էլ անկանխիկ առևտրի դեպքում այդ հետվճարի համակարգն ենք դրել, որից այսօր ավելի քան 531 թոշակառու օգտվում է։ Սա մեր թոշակառուների 85 մոտավորապես տոկոսն է։ Եվ ուզում եմ 2018 թվին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել Հայաստանում, նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը 46000 դրամ է, չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը։ Եվ սա մենք ինչի համար ենք արել։ Մենք սա անում ենք իհարկե սոցիալ-տնտեսական պատճառը շատ կարևոր է, բայց սրանով մենք մեր սերն ենք արտահայտում մեր թոշակառուների, մեր ծնողների եւ մեր երեխաների նկատմամբ, որովհետեւ միջև 18 տարեկան երեխաների առողջապահական նվազագույն կարիքները պետությունը հոգում է, որովհետեւ ձեր պետությունը սիրում է ձեր ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունը սիրում է իր քաղաքացիներին եւ սա է ամենակարևոր նորությունը, որ մեր երկրում տեղի է ունեցել։ Այս ամեն ինչը իհարկե ժողովուրդ շատ կարևոր է, բայց ամենակարևոր բանը, որով ես եկել եմ ձեզ մոտ, այդ հետևյալն է։ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն։ Խաղաղությունը հաստատվել, ժողովուրդ։ Շնորհավորում եմ բոլորիդ հաստատված խաղաղության առիթով։ Եվ մեր խաղաղությունը, որովհետև գիտեք ինչ, առողջության ապահովագրություն, դպրոց, ճանապարհ, մանկապարտեզ, լուսավորություն, ջրագիծ, այդ ամեն ինչը իմաստ չի ունենա, եթե չլինի խաղաղություն, եթե չկա խաղաղություն, այդ ամեն ինչը հնարավոր էլ չի լինի, եւ այդ է պատճառը, որ ես ասում եմ, որ այս ընտրություններում, առաջիկա ընտրություններում ամենակարևոր հարցը հետեւյալն է, Հայաստանի ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու, որովհետև մեր 10 արդեն 10 ամսական խաղաղությունը նման է 10 ամսական երեխայի, ինքը նախ ուրախության եւ երջանկության առիթ է բոլորիս համար, բայց եթե մենք խնամք չտանենք 10 ամսական երեխայի նկատմամբ, նա չի ապրի եւ հետո էսա պատճառը, որ մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք, խորհրդորում ենք 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել եւ առերեսվել, թե ինչ է նշանակում քվեարկել 16-ին եւ ինչ պիտի նշանակի քվեարկել 16-ին։ Սա աթոռի կռիվ չի, ժողովուրդ ջան, սա պաշտոնի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն խաղաղության, հանուն անկախության, հանուն ապագայի եւ 16-ին քվեարկելով քաղաքացին պետք է ասի, այդ է նշանակում, այդ ասածը գործողություն դարձնելը, որ պետությանը տեր եմ, անկախությանը տեր եմ, ապագային տեր եմ, խաղաղությանը տեր եմ,
բայց ով պետք է անի սա, ով պետք է անի, ժողովուրդը, բայց ժողովուրդը, այո, ժողովուրդը, բայց եկեք չմոռանանք, որ ժողովուրդը անհատներից է բաղկացած, եւ ամենամեծ խնդրեմը եւ ամենամեծ խնդիրը մենք կունենանք այն ժամանակ, եթե որևէ մեկը ասի, դե մեկը ժողովուրդը տերա կանգնում էլի, ես այսօր ավելի կարևոր գործ ունեմ։ Էսա պատճառը, որ մենք ասում ենք, որ պետությանը, խաղաղությանը, ապագային, անկախությանը պետքա տեր կանգնի այդ մի մարդու որոշման հարցը, պատկերացնեք մի մարդու, ընդամենը մի մարդու, մի մարդա, որ պետքա որոշի պետության, անկախության, խաղաղության եւ ապագայի ճակատագիրը, ընտրությունների ելքը պետքա որոշի մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես։ Եվ 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 այդ մեկ մարդը թեկուզ հեռու ես կանգնած դու ես։ Եվ այդ մեկ մարդը 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 դու ես։ Չէ, դու չէ, որտեվ դու 18 չկար, չես մաքրան։ Կներեք սխալվեցի։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ Ով է այդ մեկ մարդը, ով է հրապարակում է, թող ձեր բարձացնի այդ մեկ մարդը, թող ով որ տեր է խաղաղությանը, թող ձեր բարձացնի, բարձացրեք, եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ծովագյուղին, Սևան խոշորացված համայնքին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։